Ողջույն բարեկամներ, այսօրվա հարցում ուզում եմ սկսել միանգամից միջազգային նորություններով, որովհետև դա վերաբերում է մեզ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բացահայտում է հերթական թուրքական ազդեցության գործակալին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարական շրջանակներում։ Ինչ եմ ասում հերթական, որովհետև առաջինը 2-3 տարի առաջ էր, որ բացահայտեց, դա Նյու Յորքի արդեն նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսն էր, որը ֆինանսական կապերի մեջ եղել Թուրքիայի կառավարության հետ տարիներ շարունակ եւ նվիրատվություններ ընդունել չգրանցված, թե դիմացը իր ծառայություններ էր մատուցել, մի մասը բացահայտվեց, մի մասին հայտարարեցին, մյուս մասին գնում էր դատավարություն էր գնում եւ Թրամփի թեթև ձեռքով 1 տարի առաջ դա կասեցվեց։ Եվ Էրիկ Ադամսը շարունակեց կառավարել որպես քաղաքապետ, իսկ հիմա դեռ ազատության մեջ է։ Դե քանի Թրամփը կա, ինքը կմնա ազատության մեջ։ Երկրորդը, որ բացահայտել են, ոչ ավել ոչ պակաս, դա Թոմ Բարաքն է, այն Թոմ Բարաքը, որ այսօր Թուրքիայում դեսպանն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանում պատասխանատուն իբր Թրամփի ներկայացուցիչը փաստորեն գտնվում է ֆինանսական գործարքների մեջ թաքուն Թուրքիայի կառավարության հետ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը եւ մյուս շաբաթ նախատեսված է այդ հարցի լսում հենց կոնգրեսում, ոչ ավել ոչ պակաս։ Ով է Բարակը ի վերջո, բացի որ նա դեսպանն է, բացի որ նա տարածաշրջանի պատասխանատունը, նաև նա հանդիսանում է այս Զանգեզուրի Միջանցքի կոչված կամ Թրիպի կոչված ամենամեծ ջատագովներից մեկը, նա այն մեկն է, որ մեզ համանեց ցեղատեսակ եւ այստեղից բացատրվում է նրա շահագրգռվածությունը եւ աշխատանքը Թուրքիայի շահերի համար։ Բացի դրանից նա նաև անցնում է Ամերիկայում հայտնի Էփշտեյնի գործով, որը մեղադրվում է մասսայական մանկապարտության կազմակերպման մեջ։ Թրամփին հավասար Թոմ Բարակը ինքը նույնպես գտնվում է բոլոր ցուցակներում, այսինքն ինքը նույնպես իշխանությունը կորցնելու պարագայում ամենայն հավանականությամբ 20-ից 25 տարի հոդված կավարեն հենց մանկապարտության պետաֆիլիայի համար։ Եվ այսպես տեսնենք մի շաբաթ ինչ կկատարվի այդ առումով։ Երկրորդ սկանդալը դրա հետ նորմա, որ հանդիպել է CIA քրդերի հետ, քրդերի ղեկավարի հետ եւ զգուշացրել, եթե հանկարծ CIA քրդերը միջամտեն Իրաքի քրդերի հետ կապված բաներին, պրոցեսներին եւ փորձեն փրկեն, ինքը չի խանգարի Թուրքիային քրդերի հարցը զենքով լուծելու։ Ուղիղ սպառնալիք։ Ոչ թե չի խանգարի այս պարագայում կմիջամտի, որպեսզի Թուրքիան վերջնակապից քրդերի հարցը լուծի այնպես, ինչպես լուծեց Հայաստանի եւ հայերի հարցը։ Սա փաթեթային Թրամփի ներկայացուցիչ Թոմ Բարակի այսօրվա արկածներ է, եթե կարելի ասել։ Հիմա թե սա ուժ կտանի, մենք առաջի շաբաթներում կտեսնենք։ Երկրորդ միջազգային սկանդալը, որ գուցե մինչև մենք հիմա իրար զրուցում ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող արդեն պատերազմ հայտարարած լինի եւ պատերազմական գործողություններ սկսած լինի Իրանի դեմ։ Թրամփը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ 24 ժամվա մեջ նա հարվածելու է Իրան։ Ինչու է շտապում Թրամփը։ Մի քանի պատճառներ կան այստեղ։ Նախ որ գնալով մարում է այն ապստամբության ակտուալությունը ինչ որ կար Իրանում, որի արդյունքում ասում են արդեն 10,000-ից ավել Իրանի քաղաքացի է սպանվել, որը խայտարակ մի, չգիտեմ նույնիսկ դա ոնց նկարագրեմ, իրենք հասկանում են, որ այս պահը բաց են թողում, իսկ ամեն ինչ գնում է հանդարտության եւ այն ինչ որ իրենց կարող էր բերել կամ օգնել իրենց հաղթանակին, արդեն դառնում է քաղաքականապես հնացած։ Երկրորդ հարցը, որ իրենք շտապում են այդ հարցը լուծելու, սա Նետանյահուի հետ է կապված, որի իշխանության ժամկետը վերջանում է 26 թվականին։ Իր իշխանության մնալու միակ
ինքն ամեն դեպս ներկայացնում, հավանական տարբերակը, եթե չստացվեց Պաղեստինը դատարկել, գոնե ինչ որ հաղթանակ Իրանի նկատմամբ, որ ինքը ցույց տա, որ ինչ որ մի գործ է ինքը արել։ Այնպես որ միջև գուցե մեկի մեր հետ խոսում ենք, նայում ենք հաղորդումը ամերիկացիական լանդերը գուցե արդեն խփում է Իրանին։ Իսկ դրա այդ նպատակի համար մոբիլիզացել է տարածաշրջանում իր բոլոր ուժերը։ Աբրահամ Լինքոլն այդ մեծ ռազմաներից սկսած մինչև տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները վերված են ակտիվ վիճակի։ Տեսնենք դա ինչպես կընթանա։ Այս համախառն բանը որ նայում եմ, այս դեպքերը որ նայում եմ մեծ շուրջ իրա կատարվում, միտքս հուշում է մի բան, որ այն ինչ որ պլանավորվել է չի լինելու։ Ինչու չի լինելու, որովհետև ավելի մեծ իրադարձություններ տեղի ունենում մեր շուրջը, որը այն ձևով չի հանգուցալուծվելու, ինչին հույս ունեն Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Անպայման փոխվելու է մի բան։ Ես չեմ ուզում շատ հիմա առաջարկեմ, ընթացքում ավելի մանրամասն ավելի փաստալից փաստերով խոսենք, հղումներով արդեն, իսկ մինչ այդ չենք հեռանում, ցեխում ենք լայքի կոճակը, բաժանորդագրվում ենք եւ անպայման տարածում ենք։ Ձեր ամեն մի գրած բառը, ամեն մի լայք, ամեն մի տարածածը օգնում է վիդեոների ակտիվացմանը եւ հասանելիությունը մարդկանց համար։ Իսկ ես պետք է ասեմ, տեղեկացնեմ ձեզ, որ հունվար ամիսը երևի ամենացածր կետն է եղել մեր դիտումների համար։ Սա ես կշիտ պայմանավորվում եմ այն հարձակումներով, որ պարբերաբար ալիքի վրա լինում է։ Երևի այս ամիս իրանք ավելի հաջող են աշխատել այդ առումով։ Դե չենք մոռանում անպայման տարածում ենք, սեղմում ենք լայքի կոճակը եւ գրեք ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Այսօր հունվարի 28-ն է, հայկական բանակի օրը։ Եվ ինչ արեց թուրքական իշխանությունը։ Որպեսզի հայկական բանակի օրը ստվերվի, հունվարի 27-ը հայտարարվեց Սքո եւ հիշողության օր։ Սրանով իսկ հայկական բանակը ասոցացնելով զոհերի կորուստների մահվան սքի հետ։ Եթե նույնիսկ նման ինչ որ տոն պետքա լիներ, տոն չէ, օր պետքա լիներ հայկական տոնացություն, դա պետքա լիներ սեպտեմբերի 27-ը, այն օրը, երբ որ կազմակերպված թուրքական, ադրբեջանական բանակը համատեղ հայկական եւ աշխարհի բոլոր ովքեր մասնակից էին, նա քաղաքական եւ ռազմական ղեկավարների հետ սպանդի ուղարկեցին հայկական զինվորին, հայ զինվորին։ Այո, հայ զինվորի հիշատակի օր պետքա նշել, բայց դա սեպտեմբերի 27-ն է, որպես դարի ամենամեծ ոչ թե աղետ, այլ դավադրություն, սպանդ։ Մենք ունեցել ենք ցեղասպանություն, բայց մենք չենք ունեցել այս կարգի, այս մասշտաբների սպանդ, որտեղ մասնակից էին նաև հայերը, հայկական քաղաքական ղեկավարությունն ու ռազմական ղեկավարությունը։ Եվ ինչ արեց սա վերցրեց եւ բանակի օրը նույնականացրեց զոհի հետ, սքի հետ։ Եվ ես վստահ եմ, դուք 28-ին արդեն այսօր չեք լսելու շնորհավորակներ, չեք լսելու դիֆերանդներ, չեն լինելու այցելություններ եւ միջոցառումներ, ինչպես միշտ եղել է հայկական բանակի վերաբերյալ։ Ես չեմ ասում, որ ըստ վերջի տվյալների հայկական բանակի, ես հիմա ուղղակի ցույց տամ ցուցակը, հա։ Եվ այսպես ըստ այս ցուցակի Հայաստանը տարածաշրջանում ամենաթույլ բանակն ունի։ Սա թերևս ամենաակնառու գնահատականն է այն աշխատանքի եւ այն արդյունքների, ինչ գրանցել է այս կառավարությունը։ Հայաստանը, որը ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, այսօր ամենաթույլ բանակն ունի։ Ու վատը ինչի վրա ամենաթույլն է, ավելի վատն այն է,
որ ոչ մի միջոցառում եւ ոչ մի նպատակ չկա դա դարձնելու ուժեղ կամ մարտունակ, որովհետեւ ինչպես համոզում են մատաղացուներին, խաղաղությունը քո զոհաբերվելու պատրաստակամության մեջ է եւ քեզ բանակ պետք չի։ Քո ինչին է պետք բանակ, եւ քեզ խաղաղություն է պետք։ Այս հոգեբանությամբ մարդկանց տանում են ուղղակի կոտորածի, բառացի։ Եվ ասում եմ նորից կրկին, տարածաշրջանում ամենաթույլ բանակն է ճանաչվել հայկական բանակը, իսկ ադրբեջանական բանակը 32 պունկտ ավելի առաջ է քան հայկական։ Պատկերացնում եք 92-րդ բանն է Հայաստանին, դա 60-րդը Ադրբեջանում։ Ցեղինը, սպիտակ եւ սև ոչխարների ցեղը, շնորհիվ Փաշինյան Նիկոլի 32 պունկտ առաջ է հայկական բանակից։ Մի բանակի, որ ոչ մեկ չի ախտել։ Մի բանակի, որին տարան կոտոտելու սեփական գեներալիտետն ու քաղաքական ղեկավարությունը։ Մի բանակի, որը նույնիսկ օրը դրա ասոցացրեցին Սքո կոդուստի ողբերգության հետ։ Ու Հայաստան չգիտեմ քանի հոգի հասկացավ այս խաղը։ Սան իրանք պլանավորել էին դեռ անցած տարի, բայց պետականորեն չեն հասցրել հաստատել, այս տարի արեցին։ Այս տարի արեցին եւ այսուհետեւ ունենալու ենք բանակ օր տոն ասոցացված կորուստի վիշտի պարտության Սքո հետ, որի մասին Ճիվաղը նույնիսկ գրել է, որ մենք պետքա մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա, բա մեր նահատակները չեն ընկել, մեր նահատակներին սպանել եք, որպեսզի պահեք ձեր իշխանությունը։ Եվ ես միակ մարդը չեմ, որ այս կարծիքին է, հիմա այս մասին ավելի մանրամասն կանդրադառնանք, այսպես որ Փաշինյան Նիկոլ, քո այս նախադասությունները պահի քո հոտի համար, մեկ էլ այն հոտի համար, որ քեզ լուրջ է ընդունում դեռ։ Եվ չգիտես ինչի, չի հասկացել 27-ը ինչի որոշեցիք, որ դա բանակի հիշատակի պատերազմային զոհված բանակի մարտիկների օրն է։ Ինչի է 27-ը, դնել հունվարի։ Այ մարդկա որ չի հասկացել։ Մասնավորապես չեն հասկացել մանավանդ նրանք, ովքեր համապատասխանում են այս տողերին, Բերձիևի գրած, որ զլեշի վրակ свободы сытый и довольный раб, որ ամենամեծ թշնամին, կատաղի թշնամին ազատության դա կուշտ եւ ինքնագո ստրուկն։ Այ կուշտ եւ ինքնագո ստրուկ։ Սա իդեալական ձևակերպումը նրանց, ովքեր այսօր գոհ են, ովքեր այսօր դեմ են իրական ազատություններին, ովքեր այսօր համաձայն են ամեն ինչի հետ, ինչ որ Փաշինյան Նիկոլի իրենց դեմ դնում է, ուրեմն նշանակում է կուշտ է ու գոհ է, բայց դրանով իրանք ամենամեծ թշնամին են իրական ազատության։ Հենց դրանց էլ ուղղված է Փաշինյան Նիկոլի կոչերն ու առաջարկությունները։ Իսկ այստեղ իրական հայերն են իրական գործողությունների մեջ, ոնց էլ նայեք։ Չէ, դա ես իմ ջերմությունն է, իմ կողմից վերել եմ բաժանում ժողովուրդ։ Ինչքան է? Անվճար ախպեր։ Բարի ստեյստան է։ Դուք երևի հիշում եք Տալոն Անդրեասյանին, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված։ Իր հորեղբոր տղան է, էլ անվճար ծաղիկներ է բաժանում։ Իր նման իր ցավը կիսողների եւ իր նման ցավի տերերի։ Ես այս կադրերը նայելուց հիշեցի Երևանը 20 թվականի սեպտեմբեր-օկտեմբեր։ Դուք Տարոնի եղբայրն եք։ Բարի տղան եք։
Խնդրենք կներկայանաք, ասեք ինչ նպատակով եք Իմ ջերմոց ծիծաղիկներն է, ես եմ աճացնում, ուղղակի ամեն կիրակի բերում բաժանում եմ ժողովրդին, չկան հնարավոր է, այսօր էլ ուղղակի գիտեմ, մարտի 27-ն է, իրանց հիշատակի օրն է վերել եմ ելի։ Մենք ճիշտ հասկացանք, որ Ես հիշեցի այս կադրը նայելով 20 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները մինչև ամսի 10, երբ որ ամբողջ Հայաստանն էր ապրում այս ռեժիմի մեջ, ամբողջ իմ համար Հայաստանը, իրական Հայաստանը հենց այդ Հայաստանն է, որտեղ չկա ուրիշի ցավ, որտեղ չկա ուրիշի խնդիր, կար ընդհանուր ցավ եւ ընդհանուր խնդիր, որին լուծելուն էին մղվել բոլոր նրանք, ում տարան դիտավորյալ սպանը։ Դա է իրական Հայաստանը։ Ու այս կադրերը նայելով ես հիշեցի այդ օրերը, որտեղ չկար իմ օգում, չկար այն բան կա առանց խոսքի ավելի ինչ բարձ էր։ Եվ ես հիշեցի նոյեմբերի 10-ի այն օրը, եւ ես տրանսպորտով գնում էի դեպի կենտրոն, որպեսզի ինչ-որ մի բան անեի, ես չգիտեի նույնիսկ ինչ է պետք անել։ Եվ այս ամբողջ ճանապարհին ես տեսնում էի տղամարդիկ ինչպես են բարձրաձայն լացում։ Տեսել եք տղամարդը ոնց է բարձրաձայն լացում։ Ոչ մեկը իրար չէր ճանաչում, բայց բոլորը լացում էին միասին։ Սա մոռանալու բան չի, սա մարսելու եւ ներելու բան չի։ Նրանք ովքեր հույս ունեն, որ ժամանակը ամեն ինչ բթացնելու է, թուլացնելու է, հա կարող է մի 100 տարի հետո, բայց դուք հələ 100 տարի պետք է ձգեք ձեր իշխանությունը։ Դուք հələ 100 տարի պիտի ապրեք, որ այդ վիճակին հասնեք։ Այսօր էլի հայ մարդիկ ապացուցում են, որ այն որ կար 5 տարի առաջ մեր մեջ իրար նկատմամբ դա պատահական չէր եւ դա պահի թուլություն չէր։ Դա մեր տեսակի դրսևորումն էր, որը կա, որը մեր մեջ է։ Մեր հետ ծնվել է, մեր հետ էլ գնալու է։ Ու բոլոր նրանք, ովքեր փորձում են մեզ հակառակն ապացուցեն, որ մենք արդեն առաջվանը չենք, մենք սենց հնացած ենք, մենք պարտված ենք, մենք ոչնչացած ենք, դրանք բոլորը թուրքական խոսափողներ են, թուրքական խոսափողներ, հա, որ անես չի նրանք ճիշտն են ասում, մարդկանց արտանում են, գլուխները պատին են տալի, ճիշտ չկա, ճիշտը սա է։ Հակառակը պնդողներն ասում են, որ սա մենք չենք, մենք սենց չենք կարող լինել, ու մենք, այսինքն եթե չեն կարող լինել, նշանակում է գոյությունն ու պայքարելն էլ անիմաստ է։ Անիմաստ եւ ես անտեղին է այդ դիմադրելը թուլացի եւ հաճույք ստացի, հա, ինչպես հայտնի անեկդոտում են ասում։ Եթե զգում ես անխուսափելի է, ինչ է մնում քեզ, որ թուլացի եւ հաճույք ստացի։ Այն ինչ որ շատերն անում են, այս կարգավիճակում են ապրում, որովհետեւ իրանք համաձայն են, որ իրանք սա չեն, իսկ այն մարդիկ, որոնք վստահ են, որ այս տեսակն են իրանք չեն կարող թուլանալ, առավել եւս այս վիճակից չեն կարող հաճույք ստանալ։ Իրանց մնում է մի բան, վերականգնել իրանց արժանապատվությունը եւ բերել են վիճակի, որտեղ հայ մարդը իրեն նվաստացած չի զգում, որտեղ հայ մարդը չի կարդում ստատիստիկա եւ թշնամիտ, որ չոք ես դեմդ ման գալիս 32 կետով քեզանից առաջ եւ տարածաշրջանում ոչ մեկ ես ու քո այսօրվա կյանքը կախված է նրանից, թե ինքը երբ որոշելու քո կյանքի վերջը դնի։ Ո՞ր հայ մարդը կապրի այդ ռեժիմի մեջ։ Հայ մարդու մասին է խոսքը։ Այնպես որ այսօր բանակի օրն է։ Բանակի օրը, ես այդ սգորը իմ համար սեպտեմբերի 27-ն է, դավադրության եւ սպանդի օրը, այսօր բանակի օրն է, ես բանակի օրն եմ նշում, ես այս բանակն եմ ուզում հիշացնեմ, որ այս բանակը մնա մարդկանց հիշողությունների եւ ենթագիտակցության մեջ, աչքի առաջ, հենց մեր բանակը, որ մեր երեխեքի ստեղծածն է, մեր սերունդի ստեղծածն է, այս այն բանակն է, որ առանց զենք 44 օր կռվեց 5 պետությունների դեմ, 5 աշխարհի խոշորագույն պետությունները, 5 պետություններ հարձակվել էին մեր վրա, իսկ մենք էլ մեր հերթին ենք հարձակվում,
ու էս են բանակն ան, որ այդ վիճակով 44 օր կռիվ տվեց, այն աստիճան, որ թշնամին այտենց է չհաղթեց է, այս մեր բանակը չի պարտվել, մեր բանակին դավաճանել են, մեր բանակը նույնիսկ առանց զենքի Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Սիրիացի վարձկանների, Իսրայելի, ռուսական, ուկրաինական, բելարուսական զենքերի, դավաճան հայերի դեմ էր կռիվ տալիս։ 44 օր, որը չի էլ պարտվել, չի պարտվել մեր զինվորը, ոչ մի տեղ իրան դավաճանել։ Եվ այսօր ծաղուծանակի առարկա են դարձել մի երկրում, որը ասում է գնա բարեկամացի արա, գնա հանձնվի, որ ինքը քեզ խաղաղություն ու կյանք նվիրի, որտեղ երեխեքին ես դպրոցա հասակ, մանկահասակ, մանկապարտեզից են սովորեցնում, որ հայը մի ճակատագիր պետք է ունենա, ինքը պետք է մահանա, ու քո ձեռքով պետք է մահանա։ Այնպես որ այսօր բանակի օրն է, այն բանակի, որ մեզ անկախությունը պարգև է, որին մենք մասամբ ուրացանք ու դավաճանեցինք։ Հիմա նայենք ճիվաղին երակրում։ Նիկոլ, այս ձեները ականջիտ մեջ դու պիտի սատկես, դու պիտի ականջիտ մեջ ապրես, ոչ թե դուք բոլորդ, ով իրականացել ես բանը, դուք բոլորդ, ովքեր այսօր թաքուն եւ անթաքույց աջակցում են քո ռեժիմին, հծնված են, տեսել եք շնաձկերը լողում են, մինչև այս փոքր ձկներ կան, չես այս փոքրից որ լողում են, չեն դրան ձակերն են, պատահական ձկներ են, ինչ է, կարծեմ եք պատահական ձկներն ուղղակի սիրում են մեծ ձկների կողքով միշտ լողանալ, ինչ որ այդ փոքրիկ ձկներից սկսած մինչև շնաձկերը, այս ձայները ականջների մեջ պետք է ապրեն, ցանով արթնանան, ցանով քնեն, ցանով որ անցկացնեն, այս ձենով, որպեսզի նրանք միշտ հիշեն, օրը գալու է բարինել հետը, եւ դուք բոլորդ այս սպանդի համար պետք է պատասխան տաք, եւ ձեզ ոչ Բարակն է փրկելու, ոչ Թրամփն է փրկելու, ոչ Էրդողանը, ոչ էլ Ալիևը, ձեզ ոչ մեկ չի կարողանալու փրկել, որովհետեւ այս սա ժամկետ չունի, 5 տարի է արդեն անցել։ Ինչ եք կարծում, այս մարդիկ իրենց երեխեքին պետք է մոռացած լինեն, բոլորովին էլ հակառակ, մարդ ասում է, նայ Վահիդ Նեմսահակյան, անմահացած Ժորա Սահակյանի հայրը, այսօր տղայիս ծննդյան օրն է 25-ամյակը, այսօր դառավ 25 տարեկան մեր հուշերում, իրեն ճանաչողների բոլորի հուշերում ընդմիշտ մնալով 19։ Ես Արցախից եմ, Հադրութի շրջան Տողգյուղից, տղաս ծառայում էր 5-րդ պաշտպանականում, 27 օր հանդեպ պատերազմի ժամանակ Մարտակերտում մարտնչելուց հետո հոկտեմբերի 23-ին տեղափոխում են Մարտունի 2 զորամաս, հոկտեմբերի 30-ին զոհվում Աուրյան Սարկոչով բարձունքում։ Այսօր չեմ ասի համընկել է, այսօր ուղղակի ես չեմ անում, մեր համար սաղ օրերն էլ հիշատակի օրեր են, հիմա թե դրանք ինչ են մտածել, ինչ են արել, թող իրանք մտածեն, երևի թե նկարվելու առիթ է եղել, որ պիտի գային նկարվեին եւս մի օր ավելացրին իրանց այդ նկարվելու ցուցակում, որ կան նկարվեն, այդքան բան կարամ ասեմ, մեր համար չէ, որ բանակի օր չնշեն, Հարազատ ջան, սրա համար է, իրանք վաղը չեն գալու, այսինքն իրանք 28-ին չեն գալու, իրանք 28-ին լռելու են, սա նրա համար է, որ Հայաստանի բանակի օր չնշվի, Ալիևն ասել է, չէ, Հայաստանը պետք է բանակ չունենա, ինչ բանակի օր նշել, ինչը պարտանալ բանակով, բանակը պետք է ասոցացնել կոլոստի, ողբի, լացուկոսի հետ, դրա համար է սա ինչ արվում,
Համար ամեն օր հիշատակի օր է։ Շաբաթվա 4-5 օրը ստե ենք ալնամ մեր երեխեքի մոտ նստած զրուցում ենք, կիսվում ենք ու գնում ենք մեր տներով։ Թե հիմա իրանք ինչ կանեն, ինչ չեն անի, դա իրանց գործն է, ես որևէ բան չեմ կարող ավելացնեմ, չեմ կարող ասեմ։ Թող գան նկարվեն, թողնեն գնան, այդքան բան կարամ ասեմ, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Իրանց համար նորից եմ ասում, եւս նկարվելու առիթ է, որ մի օր էլ ավելացավ։ Չեմ անում, քանի օր են գալիս դե։ Ես ասել եմ, քրոջս երեխուն ուղարկել եմ դե, ժամը 9-ին ասի Գևորգ, անպայման ժամը 9-ին ըլլմես դե, ոնց որ սերտս վկայ որ կարող է գան։ Հանկարծակի մեկը չգա երեխու շիրիմը չփղծի։ Չգան ծաղիկ չդնեն։ Դրա համար ասի ժամը 9-ի կգաս, ես վատառողջ եի, ասի որ մենք ժամանակին գանք որևէ մեկը այդ շիրիմի մոտ երեխու շիրիմին չմոտենա, ասել եմ թե ով ոնց կընդունի, ինչ կանի։ Ես ասել եմ ու նորից ասում եմ, արգելում եմ այդ 4 քառակուսի մետրը իմ տղայի սեփականությունն է։ Ես էլ իրա որպես դժողի իրավահաջորդ ինձ անցել, որևէ մեկը իրավունք չունի, նույնիսկ քայլելով քպեականներից, որպեսզի իմանան, որ որևէ մեկը իրավունք չունի քայլելու կամ դեղ բերի տղայի շիրիմին ծաղիկ դնի, ուր գնում են թող գնան, եթե ծնողները քանդուրժ են, հերոսների հարազատները, թող գնան իրենց երեխեքի շիրիմներին, հարազատների շիրիմներին ծաղիկ դնեն։ Ես չեմ թողում, ես արգելում եմ։ Ասել եմ ու էլի ասում եմ, ինչքան սաղեմ չեմ թողի։ Նրանից հետո ինչ կանեն, դա արդեն չեմ բանը։ Շնորհակալ եմ։ Երեխուն ուղարկել է, որ հանկարծ չմոտենան երեխու երեզմանը չբացեն։ Ու սա միակ դեպքը չի։ Սա համատարած է։ Համատարած այդ մարդկանց մոտ բոլորի մոտ, անկախ նայած երաբլուրում են թաղված թե ոչ մեկ։ Նույն կարծիքին են։ Բոլորն էլ հասկանում են ինչ է եղել, իհարկե բացի Գեղամ Նազարյանից։ Գեղամ Նազարյանն էլ է հասկանում, բայց ժամանակին հասկացա, որ դա կարելի է վերածել պաշտոնի, փողի, ավելի մեծ փողի, այդպես մարդիկ էլ կան։ Ուսամաշին գիտի նաև Փաշինյան ճիվաղը, որպեսի սանց բոլորին խեղդի ինֆորմացիոն դաշտում, ծածկի, իրա պոակին, այս ֆեյքերի կոմբինատին 802 միլիոն դրամ հատկացել այս տարի։ Այսինքն բյուջեից, մարդկանց փողերից 802 միլիոն տալիս է մի հատ պոակի ֆեյքերի կոմբինատի, որ դրանք հայհոյեն այս ծնողներին, անդիմադիր գործիչներին, այլակարծիքներին, հասկանում եք։ Սա եզակի բան է, այդ 18 թվականին է ստեղծվել սա։ Այսինքն մի հատ բան է ստեղծվել, բան, թիմ, որտեղ մեզանից փող են ստանում, մեզ հայհոյելու համար։ 802 միլիոն դրամ հատկացրել է տեղեկատվական կենտրոնին, ֆեյքերի պոակի։ Սրա շեֆներ, այն մեկը, այն Հովհաննես Մովսիսյանը, որ այսօր հանրային նոմա նստած, խորհրդի նախագահն է ինչ դիտի դա։ Տարոններ Չախոյան, հիմա չգիտեմ էդ ինտեղ թե այնտեղ չի, թե հիմա ով է ղեկավարում։ Սրանք կեղտոտները, ստահակները, ղեկավարել են այս կառույցը, այսօր 802 միլիոն դրամ էլ, այսինքն 2 միլիոն դոլար, պատկերացնում եք ինչ փող է։ Որ մեզ հայոյ է։ Որ բան անեն, լայք դնեն ճիվաղին, մեզ էլ հայոյ է։ Ես նամար, որ բաները անցկացնում եմ, այդ հարցումները, ես միշտ ասում եմ, 1000-ից 1500 fake մասնակցում անդեղ։ Ես որ դրան հանես, տակ 2-3% ամանում։ Ապուշի 2-3% ամանում Հայաստանում, մնացածը fake-երն են։ Էսա, ես այդ տաբյաները գիտեմ, ես պատահական չեմ ասում։ Ու թվում է, թե դրա այդ 18 թվականից անցել է արդեն 8 տարի, դրա անհրաժեշտությունը պետքա ոչ չլիներ, չէ՞, կառավարության աճակցելու fake-երի ձևով, բաշե, դրա բանը անհրաժեշտությունը այսօր ավելի է մեծացել։ Ու իրանք պետքա հիմա այս փողերով պեղեն, փողի դիմաց իր ապագան վաճառողին գովող, իրան վաճառվելուց պաշտպանողին հայոյելով, պետք է գտնեն դες մարդկանց։
Բայց չեմ էլ կասկածում, որ իրանք խնդիր են ունենալու գտնեն մի 1000 կամ 2000 դոլար կգտնեն։ Բայց դրանք իմանան իրանք ինչ են անում։ Այդ փողը այս երեխեքի կյանքի փողն է։ Ու սենց դեռ կյանքեր խորտակելու փողն է, որ տալիս են ձեր ձեռքով անելու համար։ Սա բասն արդեն։ Այս ասացի անցնենք առաջանից։ Ես ուզում լսեք ես դիակին, որ համատեղության կարգով այսօր Հայաստանի Հանրապետության նախագահն է, Լևոնի դիակին ուզում լսեք 18 թվականին։ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական դիակն է սա։ Իծն է։ Այս ձեն։ Մեզ ասում էին, որ Ղարաբաղը անկախ չլինի, Ղարաբաղը պետք է չպայքարեք, մենք ասում էինք ոչ։ Այսօր մենք Ատեղել ասատում։ Իրանք էին ասում պետք է չպայքարել եւ անկախ պետք է չլինի։ Իրանք հրշականները։ Բայց տղեկն իրականացեցին։ Ստեղել է խապում տականքը, բայց տեսանք շարունակություն։ պետք է արձանագրենք, որ մենք ունենք անկախ հանրապետություն, պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, մենք կարողացանք Ղարաբաղին չթողնել խորհրդային միության կազմում կամ Ադրբեջանի կազմում։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը պարոն Ալիևին, ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնել նաև մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է։ Which of your companies Հա? Տիպիկ Նիկոլ։ Տիպիկ զտարյուն կպեական։ Իրանք կպեական չեն, իրանք զտարյուն լևոնական են։ Սա առաջի դեպքը չի, սա երկրորդ դեպքը չի։ Սա որ նայում եք, ամբողջ Լևոնի թիմը այս որակին է եղել, հիմա սենց փոխանցվել է Կարմիր դրոշի նման, փոխանցի Կարմիր դրոշի նման Փաշինյան Նիկոլին։ Եվ իրանք նույն բանն են անում։ Խափում են այն ժամանակ, խափում են հիմա։ Ու խափելու են աջորդիվ։ Գիտեք ինչն ասե սոսկալին։ Ես կան ասում եմ, չէ՞։ Մարդիկ համաձայն են, դեմ չեն։ Չեն կարող ասել սուտ է, ասում է, էլի։ Բայց էլի վաղը կտեսնեմ, որ սա տակ էսրա ելույթների տակ, Լևոնի ելույթների տակ մարդիկ հավանության նշան են դնում։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, դու դիսկոմֆորտ չեք զգում այդ անողները։ Ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Խղճի խայտ բան չկա։ Ո՞նց կարելի ասենք երկու ծայրահեղ բանին հավանել։ Դա ո՞նց է հնարավոր։ Ես չեմ հասկանում։ Կարող է ես ինչ-որ մի բան չեմ հասկանում։ Ես գիտեմ, որ ես ամեն ինչ չգիտեմ։ Ես էլ եմ իմ բաներից մեկն է, որ ես չեմ հասկանում ուղղակի։ Հիշում եք, չէ՞ ադրբեջանական բենզինի հետ կապված այդ օրերին, որ ասեցի սա առաջի ծիծեռնակն է, փորձարկում են։ Տեսեն Ադրբեջանի հետ առողջային կապերը ինչ արձագանք է ստանալու։ Հարցը բենզինը չի։ Հարցը Ադրբեջանին օգնելն է։ Ադրբեջանի սպիտակացնելը սենից։ Ադրբեջանի նկատմամբ լոյալություն իրականացնելը։ Տենց է ցանկացած կենթանի ոչ չեն ասում քեզ տանում ենք մորթելու։ Չէ։ Կերով, կերակրելով, գլուխը շոյելով։ Ու ես ասում եմ, որ հաջորդի չեմ զարմանա, եթե պարզվի մի օր, որ կարելի անդեղից եւ շաքարավազ բերել, կարակ բերել, ձեթ բերել։ Ես ամասին ասել եմ, մեկ ամիս առաջ ասել եմ, ու ասել եմ ով է բերելու դա նույնիսկ։ Խնդրեմ, Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանի շաքարավազներ գրել։ Ասեմ ավելին, Ադրբեջանը շաքարավազ չի արտադրում այնպես, ինչպես 95 բենզին։ Չունի Ադրբեջանը։ Բայց լֆիկի համար դա ինչ կապ ունի։ Կարևորը, որ ինքը Նիկոլին ծառայ դրանով։ Ինքը կարևորը իր օլիգարխիկ դիրքերը պահի։ Թքած ամեն ինչի վրա։ Ես ասում օլիգարխեն հայրենիք չունի, ազգություն, կրոն, հավատանք։ Սա իրանց ընտրությունն է, սա իմո դատատ մեղադրանք չի։ Չէ՞ Սամվել Ալեքսանյանը կարող է մի օր ասի, Վարդան Հակոբյան, ախպեր իսկ ինչ եմ արել ինձ sense բան բաներ ես ասում։ Կարա չի ասի։ Բայց ինքը չի կարող ասի, ինքը գիտի որ ճիշտ է։ Որտե՞ղ ես ասեմ բան Ալեքսանյան։ Կարող է ես եմ անում քո փոխարեն։
Չէ, դու ես չի անում։ Ու դու անելու ես հələ։ Ես վաղը լսել եմ դու ոնց ես ռուսական ձեթը բանից բերում, Ադրբեջանից, չգիտես ինչի բերում։ Որովհետև շաքարավազ չի արտադրում այդ անտեր երկիրը։ Այդ անտեր երկիրը ոչ մի բան չի արտադրում։ Այդ անտեր երկրի Ադրբեջանի 90%-ը բյուջեից գալիս է նավթի եւ գազի վաճառքից։ Այն 10%-ը յուղատնտեսական մթերքներն են, որոնք արտահանվում են Ռուսաստան։ Այդ երկիրը ոչ մի բան չունի Հայաստանից վերան անտերությունը անդեղ։ Արտադրություն չկա, տնտեսություն չկա, զրո, մի հատ այդ թվերին նայեք, էլի։ Ես տնտեսագետ չեմ, ես երաժիշտ եմ։ Բայց թվերը իմ ամենասիրած ոլորտն է։ Գիտեք ինչի։ Թվերը ճաշակի ոլորտից չի։ Թվերը ահավոր համար արգումենտ է։ Ահավոր։ Ինչ ուզում ես, սա 5-ը 5 է։ Ոնց ուզում ես նայի, որ կողմից ուզում ես նայի, ոնց համոզի 5-ը 4 չի դառնում, ախպեր։ Ես նման եմ սիրում թվերը։ Հիմա ես նայում եմ ադրբեջանական տնտեսությունը, համախառն արտադրանքը, ինչ է վաճառում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում։ Ախպեր, նա չի արտադրում շաքարավազ։ Նրա բյուջեի 90%-ը գումար կառուցվում է առաջանում է բենզինի եւ նավթի եւ գազի վաճառքից։ Բայց Հայաստանը դրանից բենզին է գնում։ Հիմա էլ ասում է շաքարավազ։ Սրանք ամեն ինչ վաղ կոֆել է, կոֆե։ Վաղը Եթովպիայից բերելու են Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստանով բերեն Հայաստան, ասեն ադրբեջանական կոֆեին ցած բերեն։ Ինչի՞։ Պատենց է պետք Նիկոլին։ Ալիևին ավելի ճիշտ։ Նիկոլին վզին դրած է, որ տես պետք է անեն։ Սրանք էլ ինչ հետևանքներ, ինչ բան։ Լսեք, ես դեմ չեմ հարուստ մարդկանց։ Ես իրական հարուստ մարդկանց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, որովհետև եթե իրանք խելացի չլինեն, հարուստ չեն լինի, բայց այս այդ դեպքը չի։ Սա այդ դեպքը չի։ Հարստանալ ամեն գնով, ամեն ինչի հաշվին, սա այդ դեպքն է։ Դա կլինի հուշարձանել պրծել, հարց չկա, դա լինի մարդ սպանել, հարց չկա, դա լինի մարդկանց տարածքից զրկել, խանութից, բիզնեսից զրկել, Էլի հարց չկա, ամեն ինչի պատրաստ է մենակ իրենց փողը տեղը լինի։ Բայց ես տեսակը ոնց հարգեմ։ Սա հայկական բուրժուազիա չի։ Կան մոլորված մարդիկ, որ սրանց ասում են հայկական բուրժուազիա։ Ոչ, սա հայկական քաղցկեղն է, որը սպանում է երկիրն ու պետությունը։ Սրանք քաղցկեղայի ուռուցք են, որ վնասից բացի բան չեն տալիս։ Հիմա դե ես ասում եմ արդեն անցել են շաքարավազներ գրելու, սպասեք վաղը գալու է կարակ, առաջին անհրաժեշտության իրեք, ապրանք ինչ գիտեք, ինչ գիտեք, ալյուրն էլ լինել, ալյուրը փորձեցին անասնակեր դարձավ, չէ, չեղավ, բայց վաղը բերելու են ընդեղ Ադրբեջան, պայեստավորեն Ադրբեջանից Վրաստանով, բերեն Հայաստան, ասեն Ադրբեջանից են կարը, Հայաստանը ոչ մեկ էլ իրեն հարց չի տա, շաքարավազ, ոնց կարտադրի Ադրբեջանը Լಫիկ, շաքարավազի գործարան դու էիր դրել սպիտակում։ Բան չի ես Ադրբեջանից շաքարավազներ բնում։ Դու էիր դրել։ Կաթողիկոսը կարգալույծ արել Գևորգին։ Գևորգ, սրտաբանը վերջ։ Չկա։ Որպես հոգևորական, այլևս նա հոգևորական չի, կարգալույծ արել։ Մի քիչ ուշացումով, բայց ճիշտ կա։ Ու սրանից նեղված է թուրքական ագենտը, որը ասում է Կրտիչ Ներսիսյանը չի կարող որոշում ընդունել մաքրակենցաղ հոգևորականի վերաբերյալ։ Տեսեք ով է, Անտանիկ Քանդորը, այն որ ընդամենը 3 ամիս առաջ երդվում էր Գալեգինի անունով, մաքրակենցաղ է դառը, ու ասենք թուրքական ագենտ Ռուբեն Ռուբինյանը, սա պետք է որոշի, չի կարող։ Իսկ դուք ասեց սրա, չի վախ։ Դուք ասեց սրա։ Վզից մի հատ բան կախեք։ Գևորգի։ Հիմա չգիտեմ, սա անուն ինչ է դառել արդեն, սա անուն փոխվել է Գևորգի։ Ժամանակ էր Գևորգ։ Հիմա Արման է դառել, ինչ է դառել։
Ինչու՞ է, միտեղ կարծացի մոռացել եմ։ Էլ Գևորգը չի ինքը։ Անտանի քանդող Գևորգը կարկալուց է եղել, վերջ իր թեմնել ունի նոր առաջնորդ, նոր հոգևորականներն էլ ընդունում են այդ նոր առաջնորդին, դրանից նեղված է թուրքական գործակալությունը։ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հիմա սա հերը լսում է հաստատ ինձ Կարապետ Ռուբինյանը։ Կարապետ, կարո, ինչ ասում եմ, սրա, քեզ էլ ավերաբերում։ Ասեք այդպես չի։ Դուք մի քիչ արժանապատվություն ունենայիք, դուք վաղուց ինքնասպան եք եղել, հերոտաղ։ Բայց դե Լևոնականի արժանապատվությունը որտե՞ղ է։ Ինչ կապ ունի Լևոնականի հետ արժանապատվությունը։ Ձեր կողքով անցել են բոլոր հանգամանքները։ Բայց մտածեք ասածից մասին։ Ապացուցեք, որ դուք արժանապատվություն ունեք։ Ձենն եմ ուզում լսեմ, ձենը։ Հակադարձեք կամ իրականացեք։ Կամ հակադարձեք, ասեք դուք արժանապատվություն ունեք, կամ ապացուցեք, որ դուք արժանապատվություն ունեք։ 9 գրամ է էլի։ 7 գրամանոցներ կա։ Օգտագործեք, մեկ էլ ասենք, արած, բայ ոնց է արժանապատվություն ուներ։ Ափսոս։ Դավաճան է, բայց արժանապատվություն ուներ, էլի։ Ապացուցեք։ Սպասում եք։ Այսպեսի մի պատմություն կա։ Հասնում փետրվարի 5-ից Հայաստանի կինոթատրոններում պետքա ցուցադրվի Ոսկե դուբլ ֆիլմը։ Սա Ադարատ 73-ի մասին է եւ իրենց մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետ։ Նիկիտա Սիմոնյանի հիշեք, մահվանից հետո ես մի հաղորդման մեջ իրեն անդրադարձա, որն ասում է հենց Արցախ բաց, որն ասում էր հենց Արցախ բառը ասում եմ, լացում եմ։ Ինչքան նվիրված էր Հայաստանին։ Նիկիտա Սիմոնյան։ Հիմա այս նախատեսված է։ Այս ֆիլմի ցուցադրումը որը վաղուց նկարված է։ Եվ Նիկոլի արևմտամետները, մտամետները չէ։ Նիկոլի հոտը, եվրոժետոնները, փաստորեն, իրաց զերով ալբոմ էլի սա։ Բզբզում են, որ բոյկոտ են, որ հանկարծ այս ֆիլմը չցուցադրվի։ Գիտեք ինչի՞։ Բանդը Ռուսաստանի մասին խոսք կա։ Դե Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստանում է, չի ապրել, Ռուսաստանում աշխատել։ Ռուսաստանից եկել Հայաստան, Հայաստանի հավաքականը սարքել չեմպիոն։ Բայց միջև կյանքի վերջ ապրում էր Հայաստանով։ Ու մյուս կարևոր հանգամանքը, ախր Արարատ է եղել այս թիմը։ Արարատ 73։ Սա եզակի բաներից է, որ հայկական ֆուտբոլը կարա հպարտանա։ Եվ ամբողջ Հայաստանը կարող է հպարտանալ դրանով։ Մի անգամ եք չեմպիոները։ Մի անգամ։ Եվ սովետական միության առաջնորդ եւ կուբոկ է եղել սովետական միության։ Նույն տարվա մեջ 2 անգամ չեմպիոն։ Ուրիշ բան էս չէ։ Փահեց։ Թարս է անունը Արարատ է։ Համանունն Արարատ, համել մեջը Նիկիտա Սիմոնյանը գլխավոր հերոսը Ռուսաստանի հետ է կապված։ Դա իսանց բացատրի, որ ժամանակ սովետական միությունը էր։ Դու չէր կարող Ռուսաստանի հետ կապ չունենայիր։ Բանդանեկոն էլ հայ չէր։ Դες ազգանունը հայ չի, հայերի չի։ Դե ասեք, որ չի կարելի անուն տալ։ Իհտեր ասենք բանը, ուկրաինացի, Հայաստանում լիքը մարդ կա, չէ, Ուկրաինա չի սիրում, ուկրաինացի չսիրող։ Պրծում են ամեն ինչ։ Պրծում։ Սա ես ինձելով մեկնաբանեմ։ Մի քանի ֆակտոր կա, որ այս ֆիլմը պետք է չցուցադրվի ըստ եվրոժետոնների եւ ըստ եվրոժետոնների նով են, որ այդպես հարց որոշեն, ըստ ճիվաղապետությանը։ Մի քանի հանգամանք։ Ֆիլմը նրա մասին է, որ Հայաստանը կարա չեմպիոն լինի։ Այսինքն հայ մարդու սա ոգևորող ֆիլմ է, այլ Արարատ անունով։ Մյուսը Արարատից բացի, որ սա հավաքական խաղ է, այսինքն անձնական չի, շախմատ չի, չգիտեմ, բոքս, բարբա չի, հա, որ մեկը գնաց չեմպիոն դառավ եկավ։ Հայաստանում հավաքական խաղերով չեմպիոն դառնալը սա իրադարձություն է։ Մենք թիմային խաղացող չենք։ Իսկ այս ֆիլմը խոսում է նրա մասին, որ թիմով եք ու լավ ղեկավար ունեք, դու կարաք։ Չգիտեմ, եսի որտեղից կարող եք դառնալ չեմպիոն, որը էլի այսօրվա տրամաբանությունը լրիվ հակառակը։ Փաստորեն ստացվելու է ըստ այս ֆիլմի, եթե Հայաստանը ունենալ ղեկավար, Հայաստանն էլ չեմպիոն կլներ։ Ոչ թե ֆուտբոլում, աշխարհի բոլոր հարցերում չեմպիոն կլներ։
որովհետև տվեք լավ ղեկավար եւ ցանկացած թիմ իր սովորական արդյունքներից մի քանի անգամ լավ արդյունք ցույց կտա։ Սա ապացուցված ասում եք երաժշտության մեջ, ես որպես դիրիժոր եմ ասում, ցանկացած օրկեստրը միջին դրեք լավ դիրիժոր ընդեղ, մի 2-3 ամիս հետո արեք լսեք, չեք հավատա, որ այս նույնը նվագախումբն է։ Ցանկացած կոլեկտիվ լավ մենեջեր դրեք, լավ տնօրեն դրեք, մի քանի ամիս հետո արեք, նայեք այդ աշխատանքի որակին, չեք հավատա, որ դա նույն կոլեկտիվն է։ Արդյունքները չեք հավատա, որ դա հնարավոր է։ Այսինքն լավ ղեկավարը ցանկացած կոլեկտիվի մաքսիմումով կարող է իրան դրսևորել։ Իսկ եթե ցանկացած կոլեկտիվ վատ աշխատում, վատ անավագում, վատ արդյունքներ ցույց տալի, կոռուպցիա կա, աղքատություն կա, ուրեմն նշանակում է այդ ղեկավարը տեղում չի, ավելին դա իր մեղքով է։ Հասկացաք իմ ինչի 73-ը պիտի չուս չտան մեկական ֆիլմը։ Եվ ամեն ինչ կանեն դրա համար։ Լսենք ինչ որ կավարտի դա։ $421 միլիարդ դրամ։ Այսքան է, այս տարվա 25 թվականի 421 միլիարդ դրամ ժողովուրդ։ Այդքան է բանկերի եկամուտ եղել այս տարի։ Աղքատ երկրում բանկերը ունեցել են $1 միլիարդ ավել եկամուտ։ 1 միլիարդ գիտեք, ինչքան է։ Հայաստանի բյուջեն 6 միլիարդ է։ Մենակ բանկերը Հայաստանի բյուջեի 15%-ի չէ, եկամուտ են ունեցել։ Աղքատ Հայաստանում։ Գիտեք ովքեր են ապահովել այդ եկամուտը։ Ճիշտ հասկացա։ Աղքատ ժողովուրդը, դրա համար աղքատ։ Դրա համար աղքատ է հայ ժողովուրդը, դրա համար Հայաստանի գները Ռուսաստանին գներին անցել են։ Դրա համար Երևանի գները Մոսկվայի հետ համեմատած Մոսկվան բանա թվում այնտեղ է։ Էժան քաղաք, Մոսկվան։ Դե հիմա նայեք Մոսկվայի ապահովների եկամուտը Հայաստանի եկամուտ։ Գիտեք ինչի՞, որովհետև հայ ժողովուրդը, հայ քաղաքացին մենակ բանկերներին այս տարի ապահովել է $1 միլիարդ ավել եկամուտ։ Դրա համար էլ բա ինչ է, գրզոն հորը, մորը, ամեն ինչ երեխեքին թողնեն, ամեն ինչ կծախի, որպեսզի այս վիճակը շարունակվի։ Չէ՞ որ ինքն էլ է փայաբաժին ստեղ։ Չեմ ասում VTB թուրքական բանկը։ Հասկանում եք այդ փողերից, այդ եկամուտներից ուրա գնում։ Մենք մեր փողով, մենք մեր հաշվով հովանավորում ենք մեր դահիճներին նաև։ Դավաը Նիկոլը ամեն ինչ ուզում անի, որ կանխի փողը վերանա, շրջանառությունը վերանա, որ մյուս տարի $1 միլիարդ, դա $2 միլիարդ, բայց ես թվում է ինքս փայ չունի։ Վերջ, երբ որ քո գումարը մտավ բանկային համակարգի մեջ, դու արդեն կորցնում ես։ Հայաստանում առավել ևս։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դու կարող ես ամբողջ կյանքդ կանխիկի երես համարը չտեսնես, ու այդ ամբողջ բաների մեջ, շրջանառության մեջ դու 1 ցենտի կորուստ չունենաս։ 1 ցենտի կորուստ։ Հայաստանում այդպես չի։ Հայաստանում այդ քարտի դիմաց դու անընդհատ վճարում ես։ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացված դատը կշարունակվի։ Մեծ տան Կիլիկիո կաթողիկոսարանը կողմ է Սիս կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացած դատը նույն ընթացքով շարունակելու համար այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից։ Հիմա գործը արդեն վճռաբեկ դատարանում է։ Ես պետք է ասեմ, որ այս գործընթացը վաղուց է սկսվել, հուսա բանը Գեմարոյի նման նստած է թուրքական կառավարության օրգանիզմում։ Ու դատա շահելու պարագայում Թուրքիային մեծ պրոբլեմներ է սպասում ֆինանսական։ Եվ ինչու՞ չէ նաև քաղաքական։
Ես ամենայն հաջողություն եմ ցանկանում Կիլիկո կաթողիկոսարանին, շնորհակալ եմ, որ չեն ընկրկել, առավելևս հիմա հիշացնում են Թուրքիային, ովքեր են նրանք ինչեր են արել հայ ժողովրդի նկատմամբ, ինչքան գույք են խլել եւ այլն եւ այլն։ Սա մեծ աջակցություն է եւ կաթողիկոսին եւ Հայաստանին այսօր։ Եվ շատ լավ նորություն Եվրոպայից, երբ որ ասում է ախ Երանի լիներ։ Տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի եւ Եվրոպայի մեջ կնքվել արդեն սա փաստ է։ Մինչև 32 թվականը պայմանավորվել են, որ դա լինելու է։ Սրանն էլ գալու է ոչ թե փոխարին լրացնի ռազմական համագործակցությունը։ Ռազմական համագործակցությունը եթե հաստատվեց, Թրամփը մնում է այն իր 20-22 ավազակների հետ, այդ կանոնները կարդում է, չէ՞, այդ երկրների։ Իմիջիալոց այսօր ես այդ ցուցակը որ կարդում եմ Թրամփի կլուբի երկրները, որ Արգենտինային տեսա, մի տեսակ զարմացա այնտեղ։ Այսօր եմ իմացել, կարդացի, որ Արգենտինայի նախագահն, Բենջամին Նետանյահուի շատ մտերիմն է, հրեա սիոնիստ։ Այ հիմա լրիվ պարզ է այդ կլուբում ովքեր են եւ ինչու են հենց այդ երկրների ներգրաված Թրամփի ցուցակում։ Ալեքսես պայմանավորենք, այդ ցուցակը Թրամփի ցուցակը չի։ Դա Նետանյահուի վասալների ցուցակն է, որտեղ կա նաեւ Հայաստանը։ Հիմա իսկ հակադարձենք, ասեն, բայց մի վարքյան, ոնց որ թե Իսրայելի հետ այդ կարգի կապեր ունենալ այդքան էլ վատ բան չի։ Իհարկե վատ բան չի, եւ եթե դու ունդե պարտների կարգավիճակում ես։ Հա, բայց եթե դու ունդե զոհն ես, դու ոչ թե սեղանի շուրջ ես, այս սեղանի վրա, դա մի քիչ ուրիշ կարգավիճակ է։ Հա, իսկ հրեաները BlackRock-ը, այդ հսկա գիգանտները տնտեսական, հա, դա կամ բանակցություններ են վարում Ճիվաղի հետ, չէ, Ալիևի հետ։ Ճիվաղը անգել հոգեվորսությամբ զբաղված պատարականում։ Այս ամբողջ process-ի մեջ խառնված երկրները բանակցում են Ալիևի հետ։ Ճիվաղը այնտեղ սեղանի վրա մենյու է։ Մենյու էլ չէ։ Փոքր զակուսկի։ Կողքի վրա շպրտած, բայց սեղանի վրա ինքը, սեղանի կողքը չի։ Ուղղակի գլխականակ, դա ավելացել են։ Տեսնենք ինչ կլինի։ Ներքին ձայնս ասում է, որ կարող է այս Չինաստանը հարաման է ամեն ինչը։ Նախ Ռուսաստանին քաշի տանի, Ռուսաստանը ձեռը Հայաստանին քաշի տանի։ Ես չեմ ասում, եթե իրոք այս աննորմալ Թրամփը խփեց Իրանին, այդտեղ բոլոր եկյալներն են փակվում ու երկար ժամանակ։ Քաղաքականությունը անկանխատեսելի ու դաժան բան է նրանց համար, ովքեր իրենց ճակատագիրը չեն որոշում, այսինքն իրենց ճակատագիրը կախված է դեպքերի ընթացքից։ Իսկ ճկուն երկրները ցանկացած իրավիճակում անպայման դուրս են գալիս օգուտով, ցանկացած իրավիճակում։ Պատերազմ լինի օգուտով են դուրս գալիս, խաղաղություն լինի օգուտով են դուրս գալիս, եւ քաղաքական եւ տնտեսական առումով։ Իսկ մեր նման երկրները ոքի կախված են պատահականությունից, դա ոնց կանա դառնա իրենց վրա։ Եվ իրանց տեղը գինը ով է վճարելու։ Այս վիդեոն հենց դրա մասին է, ասենք։ After President Javier Milei was elected in Argentina, he converted to Judaism, became best friends with Netanyahu. He established the Israeli. Եսա հրեականություն ընդունած սիոնիստ Բենջամին Նետանյահուի ընկերն է, Արգենտինայի նախագահ։ Արգենտինան միշտ կապ ունեցել եւ հրեաների հետ, եւ նացիստների հետ շատ հետաքրքիր երկիր է պատմությունով, միշտ։ Isaac Accords across Latin America, and he embarked upon his journey to bring free market capitalism to Argentina. How did it go? Well, we have the numbers, and it's not looking so hot. For the first time in over 2 decades, Argentina. Well, let's look at Mr. Milei's. Դեպքով այս ամեն ինչը դասի մասին է, որ նաև հրեան առաջի անգամ պատմության մեջ Արգենտինայի ոչ թե չի զարգացել, այլ բացասական աճ է գրանցել։ Բացասական ամեն ինչում կորուստներ ունի։
ու համեն միացել է սպանին, ճամբարին, որ Արգենտինայի մեջ դժգոհություն է առաջացել։ Իրոք դժգոհություն է առաջացել։ Այս Նետանյահուի կլուբը կյանք չունի։ Այն կլուբը, որի հետ կապել է իր կյանքը Ալիևը, որի կլուբի անդամադարձել նաև Փաշինյան Նիկոլը։ Այս կլուբը կապ չունի, կյանք չունի։ Սա ելի եմ կրկնում առաջին օրվանից ասել եմ, սա քաղաքական հովանոց է Իսրայելի ցեղասպանության համար։ Հայաստանը նաև այդ ցեղասպանության համար նախատեսված հովանոցի անդամ է։ Մի կողմից մասնակից է լինելու ինքը ցեղասպանության, մյուս կողմից այս կոլապսի արդյունքում ինքը մնալու է առանց ոչ մի բան, տարածքային կորուստներով եւ ամենակարևորը Եվրոպայից հեռու։ Այն լավ երկրներից, որոնք կարող էին աջակցություն ցույց տալ Հայաստանին, դրանցից հեռու մերժված։ Բայց լավ այս ամեն ինչում նա է, որ Հայաստանը չի դա Փաշինյան Նիկոլի կառավարությունն է։ Հա, ու ես վստահ եմ, որ երկրները հասկանում են ով է սա եւ ինչ է նշանակում Հայաստան։ Որ դա ընդհանրապես նույն բանը չէ։ Հուսով եմ այդ ընկալումը կա այդ երկրների մոտ, հուսով եմ։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի այդ վարսկանները շարունակում են մարդ սպանել։ Good morning. Federal agents have just shot another person, this time in Arizona, in Pima County. That person is in critical condition. Հիմա Արիզոնայում են այդ ICE ագենտները մարդ խփել։ Քրիտիկական վիճակում պատկացա հիվանդանոցում։ Դեռ չի մահացել։ Սուղելի չի մահացել, բայց քրիտիկական վիճակա։ Կրակել են, ցանկ մարդ են կրակում։ We don't know if they're a citizen or not. That doesn't matter to me. We shouldn't have federal agents shooting anybody. Ոչ մեկը չգիտեմ, իրանք չգիտեն, կրակողները չգիտեն, դա էմիգրանտի վրա են կրակել, թե Ամերիկայի քաղաքացի։ Ասեմ, որ իրանք արդեն հաշիվներ են կորցրել, քանի արդեն Ամերիկայի քաղաքացի են սպանել այս ընթացքում, կրակելով։ Point blank period. It's not a good use of our tax dollars, that's for sure. And we're going to find out soon what is happening with the condition of that individual and what led to this shooting. Նահանգ առ նահանգ մարդ սպանելով ինչ եք ասում Թրամփը ուր է գնալու իր ռեյտինգով։ Սա Հայաստանը չի։ Հայաստանում է կարելի մարդ սպանել եւ ասել ես չէի։ Մեքենաներ։ Ես ընդամենը մեջն էի, Վարշավայի շարասունը չէ։ Դա չէ, Վարշավայի շարասունն էր, ո Նիկոլ Փաշինյանի շարասունը չէ։ Ես կապ չունեմ, ես ընդամենը մեջն եմ եղել։ Սա Հայաստանը չի։ Հայաստանում կարելի է այդպես բան ասել։ Ստերի Նիկոլն էլ է նույն բաներն ասում, բայց Ամերիկայի քաղաքացին թքասում են հանդարավը։ Ինձ իր եզրակացություններն անում են։ Ես եմ ասում, այս Նետանյահուի կլուբը, որ Թրամփի դեմքով է, այդ ուղղով դեմքով արած իշխան կյանք ունի։ Ինձ անընդհատ որ գրում եք, այս Թրամփի մասին ես ասեց, այս ճանապարհի մասին ես ասեց, այս Ժորժ ջան, ինձ թարսում է մի ծանաբեռնեք, խնդրում եմ ուղղակի, ինձ համար միևնույնն է, ով ինչ կարծիքի է։ Ես տենում եմ, այն ինչ որ ես եմ տեսնում։ Ես հեղինակություններ չեմ ընդունում այս առումով, ես կարող եմ լսել։ Բայց եթե լսածս հակասում է բանին, տեսածին, ոչ մի հեղինակություն իմ համար չի կարող ասի, եթե նույնիսկ հարազատ ընկերս է, հարազատ եղբայրս է լինի։ Սա նայում է, ով ինչ ուզում է ասի, սա է իրականությունը։ Ու սա մի անգամ չի, սա պատահականություն չի, սա մի տարի է արդեն։ Իմ համար, կներեք, իմ տեսածն ու լսածը շատ ավելի կարևոր է, քան ով ինչ է մտածում դրա մասին։ Մանավանդ եթե դա հակառակն է։ Եվ այսպես Բեն-Գվիրը դիմում է էլի Թրամփին, որ Թրամփը օգնի, Բեն-Գվիրը գիտեք ով է, այն ֆաշիստը։ Հրյա։ Որ բոլորին համարում է աղբ։ Վրայի կառուցչության ներքին գործերի նախարարն է։ Կոչ անում Թրամփին անպայման փրկել Նետանյահուին դատավարությունից։ Գուցե ասում Նետանյահուին դատավարությունից կարա փրկի մենակ պատերազմը, արագացած կարգով Իրանի դեմ, որը բայց ինչ հետևանքներ կբերի, ես չեմ կարող ասել։ Այո, ինքը կարող է դատանից փրկվի, բայց արդյոք ինքը այդ ռակետներից կփախնի, թե չէ, ես չգիտեմ։ Չեմ կարող ասել։ Ասում են նույնիսկ արդեն Իսրայելում չի, ինքը թռել է։ Բայց դա էական չի։
ինքը փորն է տալու Իսրայելին չդատելու համար, բայց Բեն Գվիրը այն որ աշխարհի բոլոր ազգերին համարում աղբ բացարձակապես ընդ որում նաև հրեաների կեսին է համարում աղբ այն մասին, որ իրանք սիոնիստ չեն, որ չեն ընդունում, այ այդ մարդիկ մարդ չեն էլի, դու Աստծուն ընտրյալ ես, մնացած աղբ, թե հրեաներ կան, չէ՞ որտեղ չեն մտածում, կան, ես նրանց ճանաչում եմ, իրանք կեսից ավելին են հաստատ, էլի, դրանց էլ ինքը հրեա չի համարում, դրանց էլ համարում աղբ, Պերոսով դա խնդրում է Թրամփի, որ միջամտի, ուսան չդատեն Իսրայելը, բայց դատելու են նեկա, պատերազմ լինի դատելու են, պատերազմ եղավ դատելու կարիք չի լինի, ինքնաբերաբար հարցերը կլուծվի, պատերազմ չլինի կդատեն։ Չգիտեմ, ներքին բան ունեմ այդ Իսրայելի նկատմամբ, իրանք ամեն դեպքում դեմոկրատական երկիր են եւ կդատեն։ Կարող է միամիտ եմ, չգիտեմ, բայց այդպես ներքին վստահություն ունեմ այս այդ երկրի նկատմամբ ու սիմպաթիա։ Ես այդ երկրում եղել եմ, շատ լավ տպավորություն ունեմ, լավ հիշողություններ ունեմ։ Այն որ ես ասում եմ Նետանյահուի եւ Բեն-Գվիրի մասին, դա չի վերաբերվում հասարակային ժողովրդին, որ դա ապրում է։ Հա, հասարակային իսրայելցին, որ ապրում է, ուրախանում է, որում արաբների հետ իրար հետ են ապրում, կողք կողքի։ Ես դա տեսել եմ, դա հեքիաթ չի, դա ես տեսել եմ։ Ես էլ ասեմ անցնենք առաջ էլի։ Հրեաները մեզ տարան, ոչ, հենց առաջին օրը օտանավերտից իջան մնացին քասուտեն։ Շատ լավ խոհանոց էր։ Ես դուրս գալուց եմ մացել ու դա արաբական է։ Ոչ կասկածելի ով եկավ գնաց, տեսնում արաբերեն էր խոսում։ Ասեցի չեմ հարցի, չեմ հիշում, բայց ինձ ասեցին, որ սա արաբական ռեստորան էր, դրաման էին արաբներ խոսում։ Դե ես ոնց եմ հարց տվել, հիմա ես չեմ կարող ասել, բայց ասենք այդքան բան է, չգիտեմ, բաց էին այդ մարդիկ, էլի։ Առաջին օրով կարող են չտանել, ասենք իսրայելական ռեստորան, բայց դրանք արաբական։ Այս ուղղակի հիշացնեմ, հա, թե ինչի Ամերիկա Միացյալ Նահանգները հիմա բացատրվում է, չէ՞ ինչի։ Բա ուստեղ տեսնում եմ ոչ թե սրա նախաձեռնությունը, ես տեսնում եմ հենց այդ բարակի միջամտությունը, որ Թրամփը պետք է ստորագրեր մի փաստաթուղթ, որով Թուրքիայի տարածքում ինչ կա չկա ճանաչում է Թուրքիայի սեփականությունը, Թուրքիայի իրավունքները դրա վրա պատմական։ Պատկերացնում եք ինչքան փող տված կլինի Էրդողանը բարակին, որ այս թուղթը սղացնի այս Նիկոլի դեմը։ Հիմա բարձա չէ մեխանիզմը ոնց է։ Ես այն ժամանակ մտածում եմ սա ուղիղ է ալվում, չէ, հիմա արդեն գիտենք ով է միջնորդը։ Եվ սա մասին ես չեմ ասում, սա ամերիկյան հետախուզությունն է ասում։ Հետաքրքիր բան է ստացվում, տեսեք ինչ փողեր են ծախսում դիվանագիտության այս խարդախությունների վրա թուրքերն ու հրեաները, նայեք։ Ամենամեծ փողերը ծախսում են իրանք դիվանագիտության վրա եւ պատմական իրականությունները կեղծելու վրա։ Ամենամեծ փողերը դրա վրա են ծախսում։ Ես էս մտածում, օրինակ ինչի դրա վրա փող չի ծախսում իտալացին, գերմանացին, հայը, ռուսը, նույնիսկ ռուսը չի ծախսում։ Ռուսը իր պատմություն ունի, լավ, վատ իր պատմությունն է, հա։ Բայց ինչ են այս երկու ազգերը անում դա։ Դրանք խնդիր ունեն պատմության մեջ։ Խնդիր ունեն, մնացածները չունեն։ Իրանք դրա համար էլ ամենաուժեղ դիվանագետները իրանք են։ Դրա համար էլ բոլոր դիվանագետները արդեն գնված են քաղաքական գործիչները Իսրայելի կողմից, որտեղ հասկանում են հարցերը դեռ լուծում։ Այ այնտեղ հարցերը լուծեցին, մնացածը հետևանքներով լուծում, տնտեսականներ, ֆինանսականներ, ռազմականներ, բոլորը լուծում են։ Նույն ճանապարհով գնում է Թուրքիան։ Իսկ մնացած ազգերը դրա վրա փող չեն ծախսում։ Հայաստանը ընդհանրապես փող չի ծախսում։ Չնայած Հայաստանը լավ կլեր պաշտպանության վրա ծախսեր, եթե դիվանագիտության վրա չի ծախսում։ Այս երկու երկրներն են, որովհետև իրանց գոյությունը, իրանց պետականության գոյությունը կարող է լինի բացառապես կեղծիքների եւ կաշառքի վրա։ Ես դա մեջ եմ տեսնում բացառություն։ Այսօր էստեղ եմ ինչի համար, իմ ներկայության բուն նպատակը այն է, որ այսօր օրով ես իմ տղայի շիրիմը պաշտպանեմ, բառից բուն իմաստով պաշտպանեմ, մեր
Ադրբեջան կառավարությունից։ Ես չեմ ուզում, որ որևիցե կառավարության անդամ մոտենան իմ տղայի շիրիմին եւ նմանապես մնացած մյուս տղաների շիրիմներին։ Ինչպես ասում են Դավաճան կառավարությունը։ Լսում ես Նիկոլ։ Մեկ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եթերներին։ Դրանց անունը հուշմայ լսել չեմ ուզում։ Ընդհանրապես դրանց տեսնել չեմ ուզում։ Դրանք ազգի դավաճաններ են։ Հա դուք ինչ պիտի արած լինեիք այս ատելության արժանանալու համար։ Դուք այս ինչ ձեռք բերում ասած եք անում։ Դժվար է սան հասնելը։ Սրանք ռեկորդներ են խփել, որ հասնեն սրան, էլ էս դեպքի արտահայտությունը ամեն ինչ ասում է։ Եթե ինքը բառել չասի հիմա, չշարունակի, պարզա չէ ինք ինչ է ասում։ Էմոցիան, խորությունը, սրությունը ասացի։ Փաշինյան Նիկոլի, ձեզ շնորհավորում եմ։ Դուք կարողացել եք հասնել անհասանելիին եք դուք հասել։ Բայց չպլախ ջաներիդ ուզում եք ընտրություններ ունենա։ Ձեն հավաքեք, որ իրենք ձեզ ցեն տան, թե մտածում եք բառակնա ձեզ փրկելու։ Էրդողանի հետ։ Մտածեք։ Ստանն է վաճառեց Նիկոլը, լավ վաճառեց։ Տվեց Արցախը, վաճառեց, հիմա էլ Հայաստանը, բայց իր երազանքները չի կայանալու հայազգը, իր երազանքները չի թողնի որ կադարե։ Մենակ մեր խորհուրդում կուդամ Նիկոլին, իդ նազիկին առնի պդդի ու երկե նազիկ չամ, ուր որ գնաս հետս կգաս, ինչ որ ուզեմ ինձի կուդաս, էլ է Նիկոլը։ Եղավ զեզում եմ դրավից, զեզում եմ Նիկոլից ու Նիկոլականներից։ Ավելացնելու բան չթողեց։ Իսկ հարցման վերջում երկու հրատապ լուր Ադրբեջանում կանխել են տերորիստական ակցիա, ուղղված Իսրայելի դեսպանատան դեմ։ 3 հոգու են ձերբակալել առայժմ, որոնք կապված են աֆղանական Վիլայաթ Խորասան խմբավորման հետ։ Սա իսլամական պետության աֆղանական մասնաճյուղն է։ Եվ մյուս ինֆորմացիան էլի շատ հրատապա, որ Թուրքիայից հազարավոր քաղաքացիներ են միավորվում իսլամական պետության հետ։ Զուգահեռ Թուրքիան, ես չեմ կարծում, որ սա պատահական արվում եւ առանց Էրդողանի կամքի։ Թուրքիան իր քաղաքացիներին, նաեւ իր քաղաքացիներով զինում է հենց իսլամական պետությանը, արդեն օրիգինալ։ Վերածելով նրան ամենամեծ տերորիստական կազմակերպությանը։ Ես հիշեցնեմ, որ իր այսօրվա նշանակած Սիրիայի նախագահը էլ է տերորիստական խմբավորման անդամ է, որի գլխի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները $10 միլիոն փրկման էր վճարել, դրել ջին դա գլխի համար, իսկ այսօր այդ գլուխով որ արժի $10 միլիոն մտնում սպիտակ տուն դուրս է գալիս Թրամփի եւ Նետանյահուի հետ։ Պարզա չէ ով է ինքը արդեն։ Ամեն ինչ նույն ձևի շարունակվում է, հիմա այս համագործակցության շրջանակներում Էրդողան, Թրամփ, Նետանյահու հազարավոր Թուրքիայի քաղաքացիներ գրանցվում են իսլամական պետության շարքերում։ Հուշակեք ում դեմ ասա։ Ում դեմ ինչի համար։ Ես չեմ ուզում ոչ մեկին լարել, չեմ ուզում ոչ մեկի տրամադրությունը գցնել, ասել, այս անպայման Հայաստանի դեմ է, անպայման չի, որ սա Հայաստանի դեմ լինի, բայց որ տերորիզմը աշխարհում շատանալու է, ու այսօր արդեն Բաքվում էս փաստը դրա մասին է խոսում, դա փաստ է։ Ես մի բան պետք է ասեմ, ես մի բանը բացահայտվեց, բայց լինելու են դեպքեր չբացահայտվելու մեծ հավանականությամբ, որովհետև այն ինչ որ Իսրայելը հիմա անում է, արդեն 2 տարի ավելի անում է Պաղեստինում,
տենց անհետևանք չի անցնելու նաև ադրբեջանցիների եւ Թուրքիայի նկատմամբ, որոնք ուղիղ աջակցություն են աջակցում են այդ բոլոր ծրագրերին ուղիղ ու այն բոլոր մոլորությունները, որ անդադ կարդում եմ Իսրայելը հարձակվելու է Թուրքիայի վրա կամ թուրք-իսրայելական կոնֆլիկտ իրանք թշնամիներ են ամենայն հավանականությամբ հեսա Թուրքիան կգրավի Երուսաղեմը այնքան եմ այդպես բան կարդում միակ բանը որ անում մեր ժպտում եմ իրանք ոչ մի բան չեն անելու իրար բացարձակապես ես ասեցի չէ աշխարհի վրա երկու երկիր կա այդպես հարազատ մոտիկ որ նույն ձև են մտածում նույն բաներն են փողը ծախսում ու իրանք սահմաններ չունեն ոչ դաժանության ոչ բարոյականության չունեն դա Թուրքիան ու այսօրվա Իսրայելի կառավարությունը այնպես որ չկասկածեք այս 1000 հոգին են ISIS-ն էլի ծառայելու էլի նույն նպատակների այս երանգյունին Թուրքիա Ամերիկա Իսրայել միշտ եղել է միշտ աշխատ փաստը ո՞ց եմ կրկնում այս Սիրիայի նախագահն է սրա կողմից նշանակված Սպիտակ տանը ողջագրվում է եւ Նետանյահուին եւ այսօր համար հասկանում լավ մնացեք